Բարելույս ժողովուրդ ջան։ Թորնիկիս հետ նստել ենք սուրճ խմենք, այսինքն տատիկը խմի, թորնիկն էլ ընկերակցի։ Լավ շոկ է, 32 ավել աստիճան, բայց մեր մոտ այնտեղ Բելգիայում կարծացի, որ պետք է 35-ից բարձր լինի։ Չորեքշաբթի օրվանից, այսօր օրը երեքշաբթի է, վաղվանից մեր մոտ ջերմաստիճանը 35 աստիճանից բարձր լինի։ Այնպես որ այստեղ մի բան էլ լավ է։ Ասի սուրճս խմեմ, հավել մի երկու հարց եք տվել պատասխանեմ, ժողովուրդ ջան։ Տունը երրորդ մաս։ Ես քաղաքին տենց ծանոթ չէ, որ մի բան ճիշտ չասեմ, իմացեք մտածված չէ, էլի սխալ ասեմ։ Երրորդ մասը տունը, այստեղ եմ վարձել։ Համատած են տան հետ, պետք է երևի ձեզ մի հատ ցույց տամ, ուղղակի հիմա ասենց վեշերը դրած են։ Մաքրության համար ասեմ ժողովուրդ ջան, շատ կեղտոտ տուն է։ Էլ քանի ժամ մենք մաքրել ենք տունը։ Բաղնիքը, զուգարանը, բաղնիքի հետ փոքր վաննան, հոհանոցը, իրոք շատ փնթի կեղտոտ։ Ես մտածում եմ, որ կարող անգամ տանտերից չիմանա մաքրողը ոնց է մաքրում տունը, մաքրողը գալիս է ինչն է մաքրում, հա կարող ասենք ավլետ սրբեց ու այդտեղով մաքրել։ Մաքուր չի տունը ընդհանուր։ Ածյալները բան գցել լվացրել եմ, մի ժամում չորացավ, այդ հենց արևու շոկ է։ Համատած նախորդ տան հետ ավելի մեծ է, բայց նախորդ տունը երևում էր, որ այնտեղ կնոջ ձեռք է կպել։ Տանտիրուհին ամեն ինչը տեղին մտածել էր, այն լվացքի հեղուկ անգամ։ Այստեղ լվացքի փոշի է դրած, այն իսկական փոշի էլի։ Փոքր տուփով մեջ համարյա չկար, ոչ էլ նայել են կա թե չկա։ Այսինքն վերջացավ, ես երկու հատ լվացք միացրի ու վերջացավ։ Հետո այդ փոշին օրինակ ես լվացքի փոշի չեմ օգտագործում, միշտ հեղուկն եմ օգտագործում։ Լավ չեն մտածում էլի սպասարկման մասին, որովհետև ես անպայման ռևյու կգրեմ, ասենք, այս տանտերությունների մասին, որ իրանք ուղղեն, տանտերը տեսնի, կարող է չգիտեմ տանտերը չի գալիս, ինքը ով գիտի, կարող ժամանակ չունի գա տեսնի կամ բան, որ ինքը իմանա ինչն է այստեղ շտկելու, որ ավելի շատ մարդիկ վարձ են գան։ Ընդհանուր այդպես շատ դժգոհ չեմ, ուղղակի երևի կեղտոտությունից էր, որ այդպես դժգոհում եմ, բողոքում եմ։ Սուրճը, ինչ սուրճ էր վաղ, արաբիկա, թե դու չգիտես։ Ես էլ չգիտեմ, աղջիկս ա բերել, բայց շատ համով սուրճ է։ Մի քիչ դժվարությամբ իմ սուրճից հետո խմեցի ես, բայց արդեն սովորել եմ, երկու օր խմեցի, արդեն սովորել եմ։ Ինձ գրել եք, որ այստեղ մոտիկ իմ բաժանորդներից կան ապրող, ու գրել էին, որ հրավիրել էին ինձ իրանց տուն, շատ շնորհակալ եմ, չգիտեմ էլ անունը ով է, որ ասեմ, շատ շնորհակալ եմ, ես այսօր գնալու եմ գյուղ, չգիտեմ երբ, այսինքն գիտեմ, մի քանի օր մնալու եմ, երևի շաբաթ օրը նոր ետ կգամ, բժշկի մոտ եմ գնալու, գիտեք ատամներս համար եմ եկել, այնպես որ մի քանի օր այստեղ չեմ լինի, կգամ, հետո արդեն այստեղ կլինեմ, կարանք Եթևանը հանդիպենք, թեկուզ ձեր տուն չէ, կարանք դրսում հանդիպենք, որ հետաքրքիր լինի, էլի դրսում իմ կարծիքով ավելի հետաքրքիր է հանդիպումը, քան տանը։ Այդպես տան համար հարցրել եք ժողովուրդ ջան, ասեմ, տունը ուրեմն ես վարձել եմ հունվար ամսին, շուտ եմ վարձել, այսինքն, երբ որ տոմսերը գնել եմ Հայաստանի, այն ժամանակ էլ տունն եմ վարձել, օրը 22 եվրո։ Հիմա գները ավելի բարձր են, երբ որ շուտ ես վերցնում տունը, այսինքն շատ ժամանակ չես ունենում, դե բնականաբար շատ ավելի թանկ է, ու ես օրը 22 եվրո եմ վճարում այս տան համար։ Այդպես, էլ ինչ էի ուզում ասել, տան համար էդ էիք ոնց որ հարցրել, թե ինչի Աշոտը հետս չի, այդ էիք հարցրել, մարդկար ուշադիր չէր եղել, որ Աշոտը հետս չի, ինքնաթիռը մեջ էլ ցույց տվեցի, չէ, կողքս անծանոթ տղա էր քնած, աչքերը փակամող ճանապարհին քնեց, երևի պարսիկ էր, ես թվասկույնից տենց զգացի, որ երևի պարսիկ է, հայ չէր։ Աշոտը ավելի ուշ կգա։ Աշոտը գործեր ուներ, չէր կարա իմ հետ գար, դրա համար այսպես բանալեցիք, որ ես կամ սկսեմ ատամներիս գործը, հետո ինքը կգա, միասին ետ կդառնանք։ Իր համար էլ է դժվար այնտեղ առանց ինձ, իմ համար էլ դժվար է առանց իր, այնքան կապվել ենք իրար հետ, 40 տարի որ ապրում ես մարդու հետ բնականաբար կապվում ես, չեմ, ցանգում ենք, խոսում ենք մի քանի անգամ օրվա մեջ, մինչև կգա, մի քանի օրից կգա։ Էդ էլ այդպես, այս լավ տղեն դե արդեն իրան ճանաչում եք նախորդ գալուցս, վաղինակ սա, տատիկի մոտ է մնացել,
ուզում ենք հիմա գնանք մի քիչ դուրս, սուրճս պետք է խմեմ ու գնանք։ Շոկ է շատ, բայց գյուղ ենք գնալու, ասեցինք դուրս գանք գոնե մի ժամ զբոսենք հով տեղերում կամ նայենք, կարող ինչ որ սրճարան բան լինի նստենք։ Վերջ դուրս եկանք, գնանք մի քիչ քայլենք տեղանքին ծանոթանանք։ Մաքուր է ուղղակի։ Հին մուտք է, էլի։ Դե հին շենք է։ Ստե ինչ-որ մեկը բնակարանի գնելու հայտարարություն է կպցրել, կգնի բնակարան այս շենքում։ Գնացինք տղես։ Այո, այո։ Գնանք մի հատ այնց հայտաղբյուրի համով ջրից խմենք ու գնանք։ Արի տղես։ Գնանք մի հատ լխմի տեսնենք։ Համովեր։ Աստատիկն էլ մի հատ խմի։ Համով ջուրը խմեցինք ու գնում ենք։ Հիմա այս կողմը որ ստվեր է, մի քիչ էլ քամիկա այնքան լավ է։ Լավ է, չէ՞ բախոջ։ Հիմի չենք շոկում, հիմի շոկ չի, շատ լավ է։ Մոտիկ մի հատ այգի կար, իրիկունը որ շոկերի չանք, մի հատ փոքրիկ բան է։ Էլի լավ է, գոնե մարդիկ հիշում են, դա մարդիկ կան նստած։ Չեմ ուզում նկարեմ իրանց, գնացինք տղես։ Այս է ծաղմուկա ժողովուրդ ջան, գնանք տեսենք լհանգիստ որ կողմերն է, մի քիչ մեքենաները քիչ 44 համարյա ավտոբուսն է անցնում։ Գնացինք Վաղուլ ջան, արի կյանք գնացինք։ Սենց քայլենք, հա, նայենք ընդե ուր կարանք գնանք, ինչ կա այն կողմերում։ Այսենց գնում ենք կյանք, են մի սուպերմարկետը։ Լավ բանջարեղեն է, նայք լոլիկը 195 դրամ է, շատ լավն է։ Վարունգը 100, բայց լավն է, չէ, լոլիկը շատ։ Այս մի քիչ բիբարները մանր են, ծուրումուր են։ Լավ, լեքայլենք կյանք, այստեղ նայնք լեցիրանը ինչ կինա, 980 դրամ, գիլասը մանր է, վաղ, չէ, իմ առածը ավելի խոշ շորեր, չէ։ Այս ծիրանն էլ 1150, գնացինք տղես։ Եթե բաղբաղակ ուզես կասես։ Որ սարկենք լնայինք, այս միկրոֆոնը ուքուտ տալիս է, թե չէ, ժողովուրդ ջան, այս աղմուկը խլացնում է, թե չէ։ Հա, Վաղուլ ջան, ինչ կարծիքի ես։ Երևի հա, իմ տղեն ասում է, ուրեմն խլացնում է։ Լավ, նայենք էլ այս կողմերում ինչ հետաքրքիր տեղ կա։ Գնանք մի քիչ զբաղվենք։ Շները շոկից եկել պարկել են։ Այս սուպերմարկետը եկենք։ Այգի ենք ման գալիս մոտակ այգում։ Բանով նայում ենք էդ օնլայն։ Նայում ենք ինչ-որ բաներ ցույց է տալիս, բայց չենք կարողանում գտնենք, թե որտեղ կա այգի։ Եթե գիտեք, գրեք։ Երրորդ մաս Չեխովի մոտիկ որտեղ այգի կա։ Մի քանի ժամանակ ունենք, ես ու իմ թորնիկը գնանք, մի քիչ այգուման կգանք, այստեղ էլ մի հատ շուն կա, այս բանես ինչքան շներ կան դուրս քնած։ Խեղճ կենդանիները։ Սիրուն բակա, չէ։ Ծաղիկները, վարդերը, ծառերը շատ սիրում է։ Ինչ են արել իրարացի կողը։ Հա, մաքրել են։ Նայից, դե սիրուն մաքրել են, այս այգին։ Ու տարել լցրել են էստեղ, որ չորանա ու տանեն թափեն։ Դրա համար է լցրած աղբյուրների մոտ տղես։
Տեսա վաղնակ, թութա, հա? Հա, թթի ծառ եմ տղեմ տեսա։ Սպիտակ թութա։ Թութ առնենք ուտենք վաղնակ։ Հա, դու քաղցր ես սիրում։ Սևն ես սիրում դու։ Հա, կնայք ու խոշոր, չէ։ Հա, խոշոր թութ։ Թութ դեռ չեմ առել։ Այսօր իրականում երրորդ օրն է էլի այստեղը։ Գնանք առնենք։ Ոնց։ Դժվար է ջարվում։ Հա։ Բայց ցիթի համար պետք է գնաց ցիթի խանութ։ Բայց այնտեղ Ինը շատ մեծ է։ հա, այստեղ մեծ է, ճիշտ է։ Էս էլ է ցիթի։ Էս էլ էր թութ, այս կողմերում թթի ծառ փաստորեն կան ահագին էլի։ Լավ է, չէ՞ այս հովին։ Շատ լավ է։ Խեղտոց, իմ տղա։ Մեկնեք ցիթի թե չէ։ Չէ, ես ուզում եմ ուղիղ իջնենք։ Տուն գնալուց նոր կարելի է մտնել թութ առնել, հա։ Հա, այսօրվա ուտելու բան էլ պիտի առնենք, չգիտեմ ինչ կուտենք, շոկին ուտել էլ չենք ուզում, նայեմ ինչ-որ վաղուլս կուզի էլ կառնենք։ Պամիդորով ծվածեր կյանք, թե։ Լավ, պիտի որոշենք տատու թոր, թե ինչ պետք է ուտենք։ Ահա, դու կուկուրուզ կուտես, ու դրանով կկշտանաս։ Հա։ Այսօր տատիկի խաթեր ինքը ծույա կերել, մարոլ կերար, Հա, կերամ իհա։ մի հատ մարոլի թերթիկ ա կերել ու ինքը սիրում ա քաղցր պղպեղ, մի քիչ էլ դրանից ա կերել, անցորդի անցում կար, Ոտ պիտ կա, բայց իրանք չեն։ Այս կապուկ Երևանը խոնել հա, շատ կատուները, շները, այսենց անտիրական թափառում են, Պիտ մեր Քսենիայի ազգակիցն է, արի տղես, արի գնանք շինանյութի խանութ, ծանոթանում ենք տեղանքին, հա, այդ տան վենտիլատրից է կյանք, Ինչը։ հա, շունի կա, սիրությունի կա, ցեղի շունա, ինչքան է մեծանում, հա, թափել են էլի, բայց դու շատ ես ուզում շուն ունենաս, պապան աման չեն ուզում, որ ունենաս, ինչն է, Պապան համաձայն։ խի, Գիտեմ։ Պապան շատ է, ոսը բայց չի թողնում։ չի թողնում, Այսքան ձակ հա։ հա, Երեք մի ժամ մենա բոլորել է, որի հա, գորասը շան աղալելավ է։ վայ, Մի ժամ մենա բոլորել է, մի 15 րոպե օրորեց թողեց ասացի կնա մի ատոն է, ասում բանը։ բայց չհասկացա դու ունես շուն, որ օրեցիր, Մայիսի շան։ մայիսի շան, հա, Դրանցը ինքը էլավ հետվիցս վասկովել եկա ստարան էլի քնավ հետո հայտանա։ վայ, չեն թողել շունը քնի, բայց խիղճ է, հա, դրսում նայից սիրում վարդեր են կյանք, վաղուլ վարդ չի, կյանք ես ինչ վարդ, նայ, Երեք ես ծաղկի նմանոտ է հա, բարդ, հիման դանասի փող։ հա, Հա, նմանոտ է։ սպասնանք, տեսեք լեթութը, մանր են, չէ վաղուլ, Հա, այս է։ մանր է շատ,
Փորձեմ տատիկ։ Չգիտեմ, ես ինչ կարելի է ուտելի։ Համո քարտեզի։ Լեփորսի։ Համովա։ Հա։ Բայց գնանք առնենք, տանենք լվանանք նոր կյանք, որ փոշի կրնի էլի դրա վրա։ Նայ, էլի փիսո կա։ Տեսեր։ Ամենտեղ պատերի տակ խեղճները պարկած են։ Մենք քայլեցինք այդ փողոցով ահագին իջանք։ Ամենտեղ մենակ բան է, այգի բան չգտանք որովե, մենակ մեքենաներ դες անցնում էին աղմուկոտ փողոցներ էին։ Հիմա մտնենք խանութ, մի երկու բան վերցնենք ու գնանք տուն։ Սպասի կյանք, սպասի։ Նստել ենք մի հատ սուրճ խմենք, աղմուկը չգիտեմ դուք լսում եք, թե իմ ձայնն եք լսում, շատ ուժեղ աղմուկ է։ Երեխեքի խումբ է, փոքր երեխեք են մանկապարտեզի ոնց որ։ Չկա, չէ՞լ է։ Մի րոպե մի հատ տեսնեմ էստեղ։ Այն դե երեխեքը այդպես աղմուկ են անում։ Վաղուց գնացել է պատվերը վերցնել։ Ապրիլ։ Թե բան չես վերցնել։ Բայց կապուչինո եմ խմելու կյանք։ Ապրես կյանքս։ Գնանք հիմա բացենք։ Այդ կապուտ բան վերցրի, ինչ սոուս էր։ Это барбекю։ Բարբեկյու, հա։ Դե բացի համ տեսի նայենք լավն է։ Ой, это классно։ Բացի։ Ահա։ Էս ինչ էր վաղում, հավիմիս, հա։ Էգլա։ Հələ Ինչ բան է թաթախի։ կեր ասա լավն է։ Թաթախի կեր, տեսնենք լավն է։ Հա։ Կապուչինո պետք է համ տեսեմ։ Վատը չի, հա։ Որ ասեմ շատ լավն է, չէ, բայց լավն է, ոչինչ, վատն էլ չի։ Աղմուկ է, գժանություն, երեխեք են այնտեղ երևի ծնունդ են նշում, փոքր երեխեք։ Այսպես աղմուկ աղաղակ է։ Վերջացնենք դուրս գանք։ Արագ սննդի կետից մտանք, կողքը խանութ էր։ Մտանք մի երկու բան այնտեղից վերցրինք, որ գնանք տատու թոր նստենք ուտենք։ Բայց մի երկու հատ էլ լոլիկ ենք ուզում վերցնենք։ Այս ճանապարհին մի հատ խանութ կար բանջարեղենի են լավներ երևում, գնանք առնենք։ Ու գնանք տուն։ Աղմուկը շատ էր։ Իրար չէին կարողանում շփվենք, բայց դե փոքր երեխեք էին, եկել էին ինչ-որ բան էին նշում, ծնունդ էին երևի նշում։ Շոկը արդեն շատ ուժեղ է ժողովուրդ, ես բան չգիտեմ ինչքան է վաղուլ։ Արի, այս հովին կանգնեք, յանք ես մի երկու հատ լոլիկ վերցնեմ ու գնանք։ Այսօր էլ էս օգնական սա տատիկին օգնում, էսա։ Տեսնում եք, չեն թողնում իր տատիկը ծանր բան տանի, ջենտլմենն է, այսօր են օրը տաթևսեր, այսօր էլ իմ վաղինակն է օգնում։ Ասում է ինչքան մնաց որ հասնենք, ասում եմ էսա կհասնենք, տատու թոր նստենք քեֆ կանենք, տղես, շոքա։ Մինչև որ մեքենան կգա, կգնանք գյուղ, ահա կանաչ է, անցանք տղես։ Եկանք հասանք տուն, այնքան շոկ է, դուրս գալու ժամ չի, սխալ ժամ ենք, վայ, իջնելուց մոռացել աղբը չենք տարել, մյուս իջնելուց հիշենք, այս համով լոլիկներից վերցրի, սա երասրած ջուր լսնեմ վրան, մաքրեմ ձվածը սարքեմ, չնած չգիտեմ բաղուլս կուտի, թե չէ, ընդեղ բան կերավ, հապալաս ուզեց, վերցրի, խոստացելա, որ պտի ուտի, թութ էինք ուզում դե, եգիպտացորեն է ուզեմ տղան, խաշեմ էսա, որ ուտի, ասել է 3 հատ ուտելու եմ, ահա, տեսնենք էլ է, ելակա ուզել, այս ամանով ինքն է ընտրել, ու թութ, դրսում էլ այս ենք շոք հա, ձալները չորացել են կարելի է բերել, էլի լվացք ունեմ փռելու,
Կանգ ներս բերեմ, որ այս մյուսները փռեմ։ Երևի աշխատանքը վերջանալու ժամը։ Արդեն խցանումները ժամի շատ են լինում։ Քաղաքում շատ են մեքենաները։ Ամեն ընտանիք քանի մեքենա ունի։ Վերջ գնացինք ժողովուրդ ջան, մեքենան եկավ, ձեզ հաջողություն, կհանդիպենք հաջորդ վլոգում։